Հայաստան խմբակցությունը արդեն իսկ հայտարարել է այս հայտարարության նախագծին լիակատար աջակցության մասին, ելնելով նրանից, որ նրանում արտացոլված գործող կառավարության և քաղաքական իշխանության ձախողումները իրավաքաղաքական հիմքերի առումով ամբողջությամբ ընդունելի են, որն արձանագրված այս հայտարարության մեջ, ավելին, նույնիսկ կարելի է էլ ավելին լայնել, սկսած նրանից, որ գործող իշխանությունը իր իշխանությունը պահելու շրջանակներում կիրառում է նաև անթույլատրելի օրենքով սահմանադրությամբ անթույլատրելի մեխանիզմներ, առերևույթ բազմաթիվ հանցակազմերի առկայության պայմաններում, սկսած պաշտոնական լիազորությունների անցումից, ավարտված պետական դավաճանության առերևույթ հանցակազմի տարեր պարունակող արարքներով։ Այս ամենը կարող էին տեղ գտնել այս հայտարարության իրավաքաղաքական հիմքերում, բայց այնուամենայնիվ անգամ թվարկվածն էլ լիուլի բավարար է, որպեսզի գործող իշխանությունը օր առաջ հեռացվի։ Ինչ վերաբերում է անվստահության հայտնելու գործընթացին, միանալու և չմիանալու հարց չկա, սա եղել է մշտապես 21 թվականի ընտրություններից հետո մեր օրակարգային հարցը, և մենք մեր գործընկեր պատիվ ունեմի հետ միասին բազմիցս ենք ազգային ժողովում հայտարարության նախագծեր ներկայացնել, արտահերթ նիստեր պահանջել, որից ամենաակնառուն թերևս 24 թվականի հունիսի 12-ին էր, երբ որ մեծամասնությունը տապալեց արտահերթ նիստի անցկացումը, իրենց վերապահված մեծամասնության կարգավիճակը չարաշահելով, ավելին ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ վնասվածքներ պատճառվեցին մեր քաղաքացիներին և առայսօր որևէ ձևով պատասխանատվության չեն ենթարկվել բռնություն քարոզող և բռնություն կիրառող անձինք և պատասխանատուները, խոսքը վերաբերում է թե ոստիկանության, թե քաղաքական իշխանության ներկայացուցիչների։ Հետևաբար, ինչպես լսումների ժամանակ նաև իշխան Սաղաթելյանը ասեց, մենք ստորագրությունները ունեցել ենք, փոխանցել ենք մեր գործընկերներին, հիմա էլ արդեն մեկ միասնական ձևաթուղթ է պատրաստվում, որևէ այստեղ մենք խնդիր չունենք, ես ուզում եմ նաև Տիկին Ջուլակյանին և մյուսներին դիմելով ասել, որ չկա այդպիսի խնդիր առհասարակ, և հետևաբար այդ տեսակետից մութ սենյակում սև կատու պետք չի փնտրել, դուք ավելի լավ է մտածեք, որ այս մեղադրանքները, որոնք հնչեցվում են քաղաքական և նաև իրավական առումով, դուք պիտի վաղ թե ուշ պատասխանատվության շրջանակներում բացատրություններ տաք, միայն խոսելով չի, միայն այսպես մեծամասնության կարգավիճակով չէ, որ ինքներդ որոշում եք, հավաքվում եք, հայտարարություններ եք ընդունում, ընդ որում հայտարարություն եք ընդունում ԿՊ-ի վարչությունում, բերում եք այդ ԿՊ-ի վարչության հայտարարությունը, դարձնում եք ազգային ժողովի հայտարարություն, սա ուղղակի պետության բոլոր այդ հայտարարությունները, թե սրբազանների գործերով, թե մի քանի օր առաջ բերված հայտարարությունը, կեղծել անվանումներ դնելով, մի դեպքում ասում եք ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում է, մի դեպքում ասում եք խաղաղության, որոնք երկուսն էլ բացարձակ կապ չունեն իրենց հարցի էության հետ, բայց դրանք բոլորը ժամանակի ընթացքում պետք է գնահատականների արժանանան, բայց այսօր հնչեցին մի քանի մտքեր, որոնք որ զարգացնում են և ավելի են այսպես ակնառու դարձնում այսօրվա քաղաքական իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու վերաբերմունքը պետության կառավարման հանդեպ, ասում է հետևյալը, ճամբարներ տեսել եք դուք արցախահայության մասով, ես ընդունում եմ դա մեծամասնության խոսք, անձնապես մենակ ձեր խոսքը չի, դա մեծամասնության տեսակետն է, իսկ ինչու պետք է ճամբարներ լինեին, եթե Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն էր,
ինչու պետք է ճամբարներ լինեին, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ծրագրում սևով սպիտակի վրա գրել էր այդ հանձնառության անվերապահ կատարումը։ Եվ վերջին հաշվով ինչու պետք է ճամբարներ լինեին։ Դա ձեր շնորհքն է, թե հայ ժողովրդի շնորհքն է Հայաստանի Հանրապետությունում, որ կարողացան մոբիլիզացված ձևով մեր հայրենակիցներին քիչ թե շատ մի քիչ տանելի պայմաններ ստեղծել։ Իսկ հիմա երբ որ դուք խոսում եք արցախահայերի նկատմամբ իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին, մի հատ շփվեք մարդկանց հետ։ Բնակարանից սկսած ավարտված տարրական աշխատանքի պայմաններով խնդիրներ են առաջացել։ Հələ քաղաքական իրավունքի մասին էլ չենք խոսում, ազգային հիմնախնդրի մասին էլ չենք խոսում, վերադարձ իրավունքի եւ այլն։ Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում արցախահայության քիչ թե շատ տանելի պայմանների մասին։ Այնպիսի հերոսական ձևով եք ներկայացնում, ախր մի հատ տեսեք, քանի արցախահայ է լքել Հայաստանը, ինչ պատճառներով, ինչու են գնացել, այս մասերով էլ դուք վերլուծություն չունեք։ Ավելին, երբ որ առաջարկից ներկայացնում, միանգամից հանդիպում ես դիմադրության։ Եվ երկրորդ շեշտադրումը, որ առաջին անգամ ես լսեցի, մինչև ես անընդհատ ասում էր, որ այո, մենք ծրագիրը չենք կատարել, բայց մենք ժողովրդից ներողություն ենք խնդրել եւ ասել ենք, որ ժողովուրդ, դե իրավիճակը փոխվել է, հետեւաբար այս իրականության մեջ այսպես ենք շարժվել։ Հիմա այսօր առաջին անգամ նաեւ հնչեց, որ չէ, այդպես չի, մենք ծրագրով ենք շարժվել, փաստորեն։ Ստացվում է, այն ինչ որ ծրագրում գրված էր, առնվազն ազգային պետականության հիմնախնդիրների մասով, դրանք բոլորը օդում կախված խոսքեր էին։ Իրականությունը նա է եւ ճշմարտությունը նա է, որ Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ։ Եվ երբ որ մեծամասնությանը հարցնում ես լավ սահմանադրական այդ կարգավորումը ինչպես է պրակտիկայում գործադրվում, չէ՞ որ այս նորմը վերաբերում է падգամավորներին։ Եվ падգամավորները իրենք պետք է փոխեն կառավարության ղեկավար։ Ժողովրդի վրա գցելը նշանակում է ուղղակի պատասխանատվությունից խուսափել։ Ժողովուրդը չի ընտրում Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, մեծամասնության ներկայացուցիչներ։ Ժողովուրդն ընտրում է պարլամենտի падգամավորներ, կուսակցություններ, դաշինքներ, որոնք գալիս են պարլամենտ եւ ձևավորում են կառավարություն։ Եվ ցանկացած ժամանակ կառավարության փոփոխությունը այդ падգամավորների պարտականությունն է, լիազորությունն է։ Ինչ եք ժողովրդին բերում պատասխանատվության դաշտ։ Ու ամենաաբսուրդը, ասում են, դե եթե ժողովուրդը ձեր հետ համաձայն է, ուրեմն պետք է գա հրապարակ գլուխ ջարդի։ Ոնց։ Բա ինչ։ Բա պետք է գա ինչ, երկի Սերժ Խոստովանի ինչ անի։ Ումը։ Լսեք, ուրեմն երբեք որևէ երկրում ձեր նշած մեխանիզմով, նույնիսկ Հայաստանում 2018 թվականին Սերժ Խոստանալու համար չէին գալիս հրապարակ։ Սպառնում էին, հիշեք, եւ դուք մոռացել եք դա։ Հավանաբար մոռացել եք, որտեղ իշխանական փափուկատորները արդեն մոռացությանը տվել ձեր անցած ճանապարհը, ձեր անցած ուղին, վերագրելով այնուամենայնիվ մեր անցած պատմության ընթացքում հաղթանակներ բերած մարդկանց ամենավերջին հանցագործությունները, դուք փորձում եք ձեր այսօրվա ձախողումները, ձեր այսօրվա ոնց ասեմ, ժողովրդի նկատմամբ, պետության նկատմամբ առերևույթ հանցագործությունները քողարկել։ Եվ սա է ձեր ճանապարհը, դա հասկանում եմ որպես մարդ, բայց որպես ազգային ժողովի падգամավոր չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է իշխանական падգամավորը սահմանադրության նորմը, իր լիազորությունը, իր պարտականությունը չկատարելով տեղափոխի ժողովրդի ուսերի։ Եվ ավարտելով խոսքս, ինչպես։ Խնդրեմ, տվեք, դուք դեռ շատ պատասխան պետք է տաք։ Եվ ավարտելով խոսքս, ասեմ հետևյալը. այո, վաղուց է հասունացել Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու անհրաժեշտությունը։ Բոլոր հիմքերը կան, բոլոր։
Խնդիրը միայն նրա մեջ է, որ արդյոք այնուամենայնիվ մեծամասնությունը իր միջից կկարողանա այդ կամքը գտնել եւ իրականացնել այդ փոփոխությունը, նաեւ իրենք կարողանան այդ կամքը գտնել։ Մեր գործընկերները, պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերները, այնուամենայնիվ հայտարարում են, որ կա այդ հնարավորությունը։ Մենք, որպես Հայաստան խմբակցություն, ցավոք նախորդ 4 տարիներին չհաջողվեց մեծամասնության միջից գտնել այդ մարդկանց, որոնք անվերապահ եւ առանց հետևողական դիտարկումների անընդհատ մտածում են, որ իրենց վարչապետից ուրիշ մեկը չի կարող Հայաստանը ղեկավարել։ Հիմա եթե կա այդ հնարավորությունը ամբողջությամբ եւ լիակատար մեր աջակցությունը հայտնել ենք եւ գտնում ենք, որ այո, նաեւ համաժողովրդական պահանջը պետք է առարկայացվի։ Իսկ այն ձեր սիրուն խոսքերը, թե իբր գալիս են հրապարակ, որպեսզի սեր խոստովանեն, այդպես իշխանապողություն չի լինի, հարգելի մեծամասնություն։ Այդպես կարող եք դուք ֆեստիվալներ կազմակերպեք, բայց իշխանապողությունը դա չի։ Իշխանապողությունը կամ իշխանության հեռացում, այդ թվում նաև հանրային ճնշման միջոցով, որի անունը Նիկոլ Փաշինյանը դրել էր հեղափոխություն եւ ասում էր, բան չի հեղափոխություն չեն անում։ Իրականում հենց ժողովուրդը հավաքվում է, ձեր ամբողջ ուժային կառույցները բերետներից սկսած ավարտված ամենատարբեր ուժայիններով ջարդում են ժողովրդին։ Եվ դրանից բխեցնելով, որ դուք ասում եք, ինչու բա միջազգային գնահատականներում չկա տված, որ ջարդուփշուրը եւ այլն, նախ այնպես չի, որ չկա տված, իսկ տրված գնահատականները ձեր համար կարևոր չեն, բայց նաեւ ես ուզում եմ արձանագրել մի բան, որ միջազգային այն կառույցները, որոնք տարիներ առաջ մինչև ձեր իշխանության գալը, երբ որ մի թեթև է ժողովրդավարությանը վտանգող գործողություն էին տեսնում, դատարաններից սկսած ավարտված միջազգային ացիաններով, ԵԽԽՎ-ով եւ այլն, չէին դատարում թմկարելու, որ Հայաստանի իշխանությունը բռնատիրություն է հաստատում։ Բա բացահայտ մարդկանց գլուխը տալիս ջարդում են փողոցում, իրենց ազատ կամքն արտահայտելու, հավաքներ անցկացնելու շրջանակներում որևէ ծպտուն չկա։ Հիմա եթե դուք համարում եք, որ դա արդար մոտեցում է, ու Նիկոլ Փաշինյանը ասում են չի հեղափոխություն չեն անում, ուրեմն Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհը բռնի իշխանապողությունն է։ Ուրիշ բացատրություն ես չունեմ, բայց մեր ժողովուրդը, որ բռնի իշխանապողության դեմ է գնում, գլուխ ջարդելու ռեժիմով դեմ է գնում, դուք դա վերագրում եք ընդդիմության թուլությանը։ Ահա թե որտեղ է թաքնված իրականում շան գլուխը։ Դուք ձեր հոգու խորքում փայպայում եք միտք, որ իշխանապողությունը պետք է լինի, այո, գլուխ ջարդելով։ Դրա համար եք տենց հետևողականորեն եւ վճռական ասում, որ բան չի չեն գալիս, որտեղ գիտեք, որ հենց որևէ մեկը քայլ անում, տլեպ տալիս եք գլխին, տանում բանտարկում եք, բերտերում եք լցնում, քաղ բանտարկյալների հսկայական հատված եք ձևավորել։ Իստիկին Ալխազ Ղազարյանին ես կառաջարկեմ այնուամենայնիվ կանոնակարգ օրենքը նայեք սրա զարգացումը հայտարարության, դուք որ փորձում եք բերել այլ դաշտ, այդպես չի։ Ինչը հիմա, ելնում եք ամբիոնից, վերագրում եք բաներին զորինակ, չիմանալով, չուսումնասիրելով եւ սուտ ու կեղծիք տարածելով։ Հիմա անգամ նույնիսկ հիմա տարական բան կա, որ չեք կարողանում անել։ Այնուամենայնիվ ավարտելով խոսքս, շատ հստակ է, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ չէ բնականաբար այս նախագիծը ավելի լայն քննարկման առարկա դարձնելու, ինչը որքան էլ հասկանալի է իմ համար, հավասար չափով ընդունելի չէ, որովհետև դա նշանակում է քողարկել իրականությունը։ Իսկ իրականությունը, այո, արտացոլված է այս հայտարարության մեջ իր իրավաքաղաքական հիմքերով, իսկ լուծումների առումով, այո, կարող են նաև տարբեր լուծումներ լինել։ Այդ տեսակետից կարող է նույնիսկ հայտարարության վերջին պարբերությունը անգամ խմբագրվել է։ Այսինքն միակ իրատեսական տարբերակը այն չէ, որ գործող
վարչապետին անվստահություն հայտնվի։ Նաև շատ հնարավոր է, որ դուք ինքներդ համոզեք հրաժարական տա, օրինակ, կամ այնքան հանրային ճնշումը մեծ լինի, որ կառավարության անդամները իրենք որոշեն անգործության հիմքով Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարեցնեն, կամ հնարավոր է այնքան ճնշում լինի, որ գլխավոր դատախազը առերևույթ բազմաթիվ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար քրեական վարույթ նախաձեռնելու գործողություն ձեռնարկի եւ կասեցնի ու դադարեցնի լիազորությունները։ Եվ այսպես բավականին շատ։ Վերջացած նրանով, որ մի օր դուք կարող արտանաք եւ ասեք, որ չէ, այնուամենայնիվ, պարոն Փաշինյան, մեր ժողովուրդի պահանջը հետեւյալն է, դուք պետք է հեռանաք։ Եվ դա հնարավոր է։ Հնարավոր է, եթե իհարկե դուք տեր լինեք ձեր պատգամավորի երդմանը, որ տվել եք այս համանadrության շրջանակներում։